այս մարդիկ Հայաստանը վաճառելու են, որովհետև իրենք չեն կարող վարել քաղաքականություն ելնելով սեփական ազգային շահերից։ Նրանք զանգելու են Մոսկվա։ Կա խնդիր, զանգում ենք Մոսկվա։ Մոսկվայում ինչ են ասելու, ես 100%-ով վստահ եմ ինչ են ասելու։ Ասելու են դրեք Զանգեզուրի միջանցքը տվեք Ալիևին, մենք Ալիևից մեր ստանալիքը կստանանք, ինչ որ պետք է ստանանք, հետո ամեն ինչ լավ կլինի։ Վաղը չեմ մյուս օրը Զանգեզուրի միջանցքը դառնալու է Լաչինի միջանցք, այնինչ տեղի ունեցել Լաչինում, հետո Սյունիքի մարզն է ենթարկվելու սեցեսիայի Ադրբեջանի կողմից, հետո ռուսները մաս առ մաս Հայաստանը կվաճառեն Թուրքին։ Ես դրանում վստահ եմ, եթե մենք չենք ուզում, որ մեր գլխին գա այդ ամբողջը, այդ ամբողջը գա մեր գլխին, ուրեմն մենք պետք է դա չանենք։ Ես դրանում վստահ եմ։ Սրա մասին է գնում խոսքը, ուրիշ ոչ մի բանի։ Սա մեզ համար գոյաբանական ընտրությունն է։ 26-ին մենք բոլորս պետք է գնանք ընտրության, ընտրենք մեր ուզած թեկնածուներին, ես չգիտեմ ովքեր են մասնակցելու, բայց ես նորից եմ ասում, ընտրելով Սերժ Սարգսյանին, ընտրելով Ռոբերտ Քոչարյանին, ցանկացած ուժի, որը ունի աֆիլիացիա այս կամ այն աֆիլիացիա նրանց հետ, դու վաճառում ես քո սեփական երկիրը ռուսին, որ այդ երկիրը վաճառելու է Թուրքին։ Մենք ունենք Արցախի սցենար, որը կրկնվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մենք դա չենք ուզում, ուրեմն պետք է թույլ չտանք, որ իրան գան իշխանության։